Սրանց աշիկ։ Սրանք էլ են ղախպա։ Ես արդեն չափից շատ եմ իմանել ասել մանդատների բան։ Հիմա պետք է գեղցի, ուժեղ գեղցի ղախպա Սամոյին էլի քարոզել, գրողի ծոցը գնա։ Իր ընտրությունն է։ Բայց դե մի բան ուզում եմ նկատել։ Ինձ թվում է, որ այս ղախպեկը, սրանց աշիկ, հենց այս ղախպեկը ճնշում են կատարում, առանց այդ ղախպա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնի, բա ոնց կլինի ղախպեկը, մանդատավորվեն, չէ՞։ Վայելը ես եմ ճակերտների մեջ, բա ոնց կլինի, պատգամավոր են ուզում արտասայմուններ գնան, ղախպեկը։ Հա, իմ կարծիքով հենց այս ղախպեկը Նարեկի գլխավորությամբ ճնշում են գործադրում, առանց այդ գեղցի ղախպա Տաշիր Սամոյի վրա, որ մանդատները վերցնեն։ Հետո հայտարարել, որ հրաժարվում է, չէ, ղախպեկ։ Ինչա ձեզ թվում ամենակ այդ Նիկոլի ղախպեկն է, ինչ փոքր քաղաք Երևան, ինչքան ղախպի բալեկ կան արա։ Բա պետականությունը արի ու միասա, էլ ում համար լինի։ Իսկ նման մարդկանց մարտերի վրա կարելի է հաշվել։ Միայն Լոտի համար Աստվածը խնայեց, Սոդոմ եւ Գամորան, Լոտին հանեց, վերացրեց։ Ինչ պետականություն արա։ Չէ, բայց եթե հարցը միայն դրանում է, որ ճնշում են գործադրում, ենթադրենք Տաշիր Սամոն չի ուզում մանդատ։ Ասա այ ղախպեկ, ձեր հաշիվները փակած է։ Չնայած ես չգիտեմ ոնց է ինչքան է սրանց բարձրացրել Տաշիր Սամոն, բայց դե ասա դու ես իրանց բարձրացրել, ոչ թե հակառակը։ Բայց եթե տենց չի, կամ էլ տենց է, ինչ որ է, եթե մանդատ վերցնես Տաշիր Սամոն, կելածը կացը, այն ալենչիկը քաքի բենիտ մեջ, Տաշիր Սամոն։ Այս դեպքում Արսեն այդ ալենչիկը քակնել է արժեքավոր։ Նիկոլը խորխի ռեխիտ մեջ Տաշիր Սամոն, գրողի ծոցը գնալ։